Սեուտայում, իսպանական ինքնավար քաղաքում, մարոկկացի միգրանտները գիշերել են մայթերին, ծովափի ավազի վրա, խարույկներ են վառել, անհոգ պառկել շուրջը։ Խաղաղ տեսարաններ նախօրեի քաոսից հետո, զանգվածաբար Սեուտա գնացած մարոկկացի ապօրինի ներգաղթյալները թալանել էին խանութներ, փորձել զբաղեցնել դատարկ տները։ Միգրացիոն աննախադեպ ներխուժումից ժամեր անց տասնյակ հազարավոր մարոկկացիներ հիասթափվել են, կամովին վերադարձել են հայրենիք, սնունդ ու ապաստան չգտնելով։ Տարբեր աղբյուրների տվյալներով անսպասելիորեն Սեուտա ներգաղթած 60 հազար մարոկկացիներից 48-ից 53 հազարը լքել են իսպանական քաղաքը, որն անկլավ է Մարոկկոյի հյուսիսում։ Իսպանական մամուլի հրապարակած այս թվերը Մարոկկոյի ներքին գործերի նախարարությունը ոչ հաստատել է, ոչ հերքել։ Սեուտայում հայտնված երիտասարդ մարոկացիները պատմել են, ավելի լավ կյանք ունենալու հույսն է իրենց ստիպել, ջարդել Եվրոպական միության դարպասները։ Մարոկկոյում օրական աշխատում են 12 ժամ, չնչին աշխատավարձով։ Հինգշաբթի վաղ առավոտյան էին հիմնականում ծովով, նաև ցամաքով ներխուժել իսպանական քաղաք։ Իսպանիայի ներքին գործերի նախարարության տվյալով միգրանտների թիվը հատել է 60 հազարի սահմանը։ Դա հավասար է Սեուտայի բնակչության 70%-ին։ Իսպանացիները փորձել էին կասեցնել միգրացիոն գրոհը ջրցաններով, արցունքաբեր գազով եւ նախազգուշական կրակոցներով։ Առնվազն 57 միգրանտ է մահացել, խեղդվել է ծովում կամ հրմշտոցի պատճառով։ Բազմաթիվ մարոկացիներ շարունակում են գնալ Սեուտայի սահմանի մոտ, իրենց հարազատների ճակատագրի մասին լուր իմանալու։ Այստեղ չեմ եկել սահմանն անօրինական հատելու համար, եկել եմ որդուս փնտրելու։ Փառք Աստծո, նրան գտել եմ, նա ողջ է, մահից է փրկվել։ Մարոկկոյում նկարահանված այս կադրերում երևում է, որ մարոկկացի իրավապահները փորձել են կանխել մարդկանց հոսքը Սեուտա։ Թեժ բախումներ են եղել իրավապահների ու սահմանն անօրինական հատել փորձող մարդկանց միջև։ Քաղաքացիները քարեր են նետել ոստիկանների վրա, մեքենաներ այրել։ Իսպանիայում Մարոկկոյի դեսպանը հայտարարել է, որ Սեուտայում ստեղծված իրավիճակի հետ պաշտոնական Ռաբաթը որևէ կապ չունի։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի խոսքով կատարվածը Իսպանիայի տարածքային ամբողջականության խախտում է։ Վարկած կա, որ միգրացիոն իրարանցումը կապված է Իսպանիայի գերագույն դատարանի վերջին որոշման հետ։ Ըստ դրա, ծովով ժամանող միգրանտները չեն կարող անհապաղ արտաքսվել, ի տարբերություն ցամաքով երկիր մտածների։ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ իր խոսքով միգրացիոն մաքսանենգները սխալ են մեկնաբանել որոշումը, սովորական մարդկանց խաբել են, թե Իսպանիան սահմանը բացել է։ Դա հաստատում են նաև եվրոպական երազանքով ապրող մարոկացիները, որոնք միգրացիոն խարդախության զոհ են դարձել։ Մի ամբողջ ճանապարհ եմ անցել այստեղ հասնելու համար, մեզարից խլել են մեր հեռախոսները։ Եկանք, որովհետև ասացին, թե Իսպանիան բացել է սահմանները։ Երբ հասանք, դրանք փակ էին։ Կարծես ուզում էին, որ մեռնենք։ Նրանք մեզ իրենց ձեռքերով դեպի մահն էին տանում։ Իսպանական մամուլը գրում է, որ գերագույն դատարանի որոշումը կայծակնային արագությամբ տարածել են մարդկանց թրաֆիքինգով զբաղվող ցանցերը, հսկայական շահույթներ ստանալու նպատակով։ Մարիամ Ամերջանյան, Էլենյա Հինյան, Հայլուր։